Արդեն 45 տարին լրացել է, ես չեմ տեսել այսպիսի դեպք, որ բնության աղետի պատճառով խղիգինը այդպիսի վնասվածք ստանա, սա ուղղակի բնության աղետի հետևանքով և բնության, ասենք, բարձրյալի ոնց որ հրաշքը լինի, որ այդ կինը և նորածինը փրկվել են։ Բացարձակ ուրեմն ճիշտ տակտիկա է եղել, իրանք նորածին հղիկինը տեղափոխվել է սեփական տրանսպորտով, անմիջապես նայվել ու դիագնոզվել է, անմիջապես ընդամենը 2-3 րոպեի ընթացքում արդեն նախապատրաստվել է, բոլոր մասնագետները միասին նայել են ու նախապատրաստվել է վիրահատության և կտրվածքը և ամեն ինչ շատ ճիշտ ընտրվել է, որովհետև հիմնական ուրեմն խնդիրը եղել է, որտեղ որովայնի, ասենք, աղիների կամ այլ օրգանի վնասվածքը, հենց արգանդի վնասվածքը, որը թափածագող վնասվածք է եղել և կինը նշել է անմիջապես, որ վնասվածքից հետո ջրերը գնացել են և իսկականից էլ, երբ հարվածը այնքան ուժեղ է եղել, որ նորածնի քունքի աջ ձախ քունքի վերևի շրջանում բավականին խորը վերք է, պատռվածք է եղել, որի պատճառով, այսինքն հիմա ասում են, մեկը ինձ հարցրեց, իսկ հնարավոր չէր կարը տնել, կարը իհարկե հնարավոր է, բայց նորածնին ոչ թե կար տնելու համար է, այլ հիմնականում, որպեսզի հետագա ուրեմն բարդություններից խուսափելու շատ հնարավոր էր, որ լիներ գանգոսկրի կոտրվածք, շատ հնարավոր էր, որ լիներ նաև արյունազեղումներ ուղեղում։ Դրա համար տեղափոխվել է Ձերեթելի բժշկական կենտրոն, որտեղ մանրամասն հետազոտությունները արվել են, փառք Աստծո նորածինը լավ վիճակում է գտնվում, մայրն էլ այսօր իհարկե արդեն լավ վիճակում է գտնվում, շուտով պատրաստ ենք դուրս գրման։ Դուրս է եկել բալիկից դուրս ստանալու, ինքը դրսում էր, որպես ինքը չվնասվեր, բայց ես իրան չհասա դեպքի ժամանակ, տանիքից թիթեղը պոկվեց ու հարվածից ինձ վնասեց, դրա հետևանքով պատռվածք ստացա ու արյան անահոսությունից մեր հարևանը տեղափոխեց հիվանդանոց, շատ կարճ ժամանակի ընթացքում բժշկուհի Նարա Սուրենովնան և Անահիտ Հովիկովնան շատ արագ կազմակերպեցին կիսարյան հատումը, դրա հետևանքով էլ ծնվեց բալիկը, հիմա փառք Աստծո որոշակի փոփոխություններ արդեն համ բալիկը ունի, համ ես շնորհիվ շատ լավ բժշկական անձնակազմի և հիվանդանոցի տնօրենությունը, որը մեզ յուրահատուկ ձևով է վերաբերվում։ Փառք Աստծո շնորհիվ և մեր հրաշք բժիշկների շնորհիվ երեխան հիմա փոփոխված է ու փառք Աստծո որ ամեն ինչ դեպի լավի է գնում, չեմ տեսել երեխային, միայն նկարներով։ Ծնվելու այդ պահին եք տեսել։ Ծնվելու չեմ տեսել, ընդհանրապես չեմ տեսել։ Երեխայի վիճակը կայուն է հիմա այս պահին գնահատվում բավարար, իրան կերակրում են արհեստական,